Երեք թեմա ունեմ ասելու, առաջի թեման վերաբերվում է արցախցիների սոցիալական պաշտպանությանը, մշակել ենք փաթեթ սոցիալական պաշտպանության, ես սա հիմա հրապարակեմ, վաղը սա կհանձնվի կառավարությանը։ Վաղը շաբաթա, ուրբաթ, երկու շաբթի կհանձնենք։ Սույն թվականի մարտի 21-ին միասին հասարակական քաղաքական շարժման կազմակերպած հանրահավաքի մասնակիցները նշում են, որ Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնաղաղթած մեր հայրենակիցները ըստ էության զրկված են ապրելու ու աշխատելու նորմալ պայմաններից։ Պետությունը, որի գործողությունների հետևանքով այդ մարդիկ զրկվել են աշխատանքից, տուն ու տեղից, տարրական կենցաղային պայմաններից, ըստ էության համակարգված գործողություններ չի իրականացնում արցախցիների բնականon կենսագործունեությունն ապահովելու ուղղությամբ։ Արհեստական քաշքշուկները մոգնում նրանց քաղաքացիության մասով։ Արցախում նրանց ունեցած սոցիալական երաշխիքների նկատմամբ ունի առամարական վերաբերմունք, խղճուկ ու ոչ հուսալի միանվար նպաստներ է տրամադրում եւ այլն։ Դրա հետ կապված միասին շարժումն առաջարկում է վերջապես համակարգված պետական հիմքերի վրա դնել արցախայցյան սոցիալական պաշտպանությունը։ Առաջարկվում է նախ եւ առաջ ստեղծել արցախցիների սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամ, որը կկենտրոնացնի ինչպես արտասահմանի ստացվող եւ ստացված օգնության, նաև մասնավոր անձանց կողմից նվիրաբերված, այնպես էլ ՀՀ պետական բյուջեից հատկացող գումարները, ապահովելով դրանց նպատակային եւ վերահսկելի ներդրումը երկու հիմնական ուղղություններով՝ պարենային ապահովում եւ բնակարանային ապահովում։ Պարենային ապահովության մասով առանցին առանց քաշքշուկների վճարել բռնաղաղթած անձանց աշխատանքային հատուկ զինվորական թոշակները ու նպաստները։ Մարդը Արցախից եկել է, այնտեղ թոշակ է ստանում, այստեղ իրան թոշակ չեն տալի։ Ասում են 40,000 դրամ յոլա գնա։ Իրանք էլ իրաց հանել են արցախցիների նվից։ Փաշյանն հանել, չէ, վտարել։ Հանեց վտարեց, չէ, ասես գնաց կստից։ Երկրորդ, բոլոր այն արցախցիներին, որոնք մինչև բռնաղաղթը աշխատել են Լեռնային Ղարաբաղի պետական հիմնարկություններում եւ ձեռնարկություններում, վճարել հարկադրական պարապմունքի գումար, նրանց աշխատավարձի 50%-ի չափով հաշված 2023 թվականի օկտեմբերի 1-ից։ Սա Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունն է։ Երրորդ, ապահովել ընտանիքի մեկ անդամի հաշվով եւ չափահաս եւ անչափահաս ամսական 55,000 դրամ եկամուտ սննդամթերքի ծախսերի համար։ Այդ դեպքում, եթե այդ գումարը չի երերքում, 55,000 դրամ չէ։ Այն դեպքերում, երբ նշանակված կենսաթոշակների կամ պարապուրտի վճարման արդյունքում նշված 55,000 դրամը չի ապահովում, սահմանել ընտանեկան նպաստ տարբերության չափով։ Մասով բռնաղաղթած մեր հայրենակիցներին պետք է հատկացնել նվազագույն բնակտարածություն 1 շնչին 8 քառակուսի մետր հաշվարկով, քաղաքաբնակ արցախցիներին բնակտարած տրամադրել ՀՀ քաղաքներում, իսկ գյուղաբնակներին գյուղերում, պետությունների միջոցների հաշվին պետք է տրամադրի բնակտարած վարձակալման կամ համանման այլ եղանակով։ Այն արցախցիներին, որոնք ցանկանում են բնակարաններ կամ տներ կառուցել, պետք է տրամադրել երկարաժամկետ անտոկոս վարկեր։ Ես կուզենայի դիմելով արցախցիներին, եթե ուզում եք ինչ-որ առաջարկներ ունենաք, երկու շաբթի եք ուզում տանել հանձնել, մինչև երկու շաբթի ասեք մենք բան անենք։ Իմ երկրորդ հարցը կապված է խաղաղության պայմանագրի հետ։ Այդ պայմանագրով Փաշյանը տալիս է միջանցք Ադրբեջանին։ Մենք արդեն ըմբոշխնում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Մի պայմանագիր, որտեղ կողմերից մեկը ստորագրող Ադրբեջանը չի ճանաչում մյուս կողմի տարածքային ամբողջականությունը, միայն պատերազմի բում կարող է լինել։ Ադրբեջանն ասել է ստորագրել ենք խաղաղությունը, բայց սահմանները չենք ստորագրելու, չենք ստորագրել։ Ես ճշտում եմ իմ սահմանները, ճշտել ճակերտավոր։ Մեզ գցում է փորձանքը։ Ադրբեջանական զորքը բեռներով, բեռնատար մեքենաներով բաներ մտնելու է մեզ դեպից հարավ գնացող Սյունիքում մեզ հատելու է եւ մենք ոչինչ չենք կանալու անենք։ Հիմիկվանից մեզ զգուշացնում, ասում են ինչ էլ որ տամ Ադրբեջանը համարելու է միջանցք, բայց դա ընդամենը ճանապարհ է։ Ճանապարհը գոյություն չունի ժամանակակից պրակտիկայում։ Գոյություն ունի միջանցք, գոյություն ունի տրանզիտ։ Այդ մարդը չի ասում տրանզիտ եմ տալու, ուրեմն միջանցք ես տալիս։ Ասում ընդամենը ճանապարհ եմ տալի, դա խոսակցության թեմա չի։ Այդ բառերով չեն նկարագրում երկու երկրների հարաբերությունները։ Այդ պայմանագիրը աստված մի արած ստորագրվի նոր փորձանքի առաջ է կանես
Հայաստանի Հանրապետություն, ես այս գլխից ասում եմ ձեզ։ Հիշեք, ստորագրելուց հետո 10-15 օր հետո գնալու հետ մեղրի չեն կարողանալու գնալ։ Ադրբեջանցիք կանգնեցնելու են, ասելու են, հələ մերոնք թող անցնեն, հետո կմտածեն, քեզ կարելի է մեղրի գնալ, թե չէ։ Մի հատ մարդ են տնելուց ես հարցնի, մեղրի քեզ գնում, ում մոտ ես գնում, ո՞նց է այդ մարդը անում է, արի մի հատ զանգենք, էսա։ Դա արդեն նշանակ միանիք չլնեք։ Ես ձեզ ասում եմ, ու դուք գիտեք, այդ ասածները դժբախտաբար երբեմն իրականանալու բան ունեն, իրականանալու հնարավորություն ունեն, իրականանում են։ Երրորդը ես երկու բառով խոսում եմ, պետք է ասեմ Գյումրիի ընտրությունների մասին։ Գյումրիը է բավականին հետաքրքիր վիճակ։ Ակնհայտ է, որ իրենց ընդդիմադիր հայտարարող բոլոր ուժերը միասին վերցրած զգալիորեն ավելի շատ են, քան բաները, քան իշխանության ներկայացուցիչները։ Այդ ուժերը մասնավորապես բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Բարձր վարկանիշներ ունեն նաև մյուս ընդդիմադիրները Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Մայր Հայաստան եւ այլն։ Բայց ես ուզում եմ նրանց զգուշացնել։ Գյումրիում խաղալու են այն խաղը, ինչ խաղացին Երևանում, ինչ խաղացին Վանաձորում։ Ֆռռացնելու են ձեզ։ Երևանում, հիշեք, Ավինյանը 9% հավաքեց դարձավ քաղաքապետ։ Հայկ Մարությանը եկավ ձեզ խաբեց, ասեց ձայներ տվել, վերջում ասեց ինձ կմիանաք, չէ։ Այն մի Վարդան Ղուկասյան իր կուսակցությունը ձայն տվեց Ավինյանին։ Հայաստանում ընտրությունները հետաքրքիր են, հաղթում են, ուր ամենաքիչ ձայնն է հավաքում։ Շատ հետաքրքիր վիճակ է։ Հասկացեք։ Հիմա Գյումրիում թողեք կամ միացեք, կամ ասեք միասին հսկելու եք ընտրությունները, կամ ասեք, որ ընտրությունից հետո հաղթելուց հետո այդ խմբով, այդ բոլոր ընդդիմադիրներով գալի եք Երևան իշխանապողությունը շարունակելու։ Գյումրվա քաղաքապետի հարց չէ։ Գյումրիում լուծվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հարցը։ Ուրիշ հարց չկա, ուրիշ բան չպատկերացնեք։ Եվ ես իմ ձայնն եմ մղում ընդդիմադիրներին, հատկապես Վարդան Ղուկասյանին, ի վիճակի եղեք բոլորին համախմբելու։ Մենք չենք կարող այսպես անտարբեր ձևով, պետությունը մեր աչքի առաջ ես չեմ կարող տեսնել։ Ինչ որ մի հատ բան դավաճանել չասեմ, թշնամի եկե դառել այս երկրում ղեկավար, մեր պետությունը կտրտում հանձնում է, տալիս է։ Ինչ ուզում է անում ընտրությունների հետ։ Այդ բոլորն անվանում է դեմոկրատիա։ Մի հատ ուտիլիզացված Range Rover բերում ասում է հատիկ բերելու եմ Range Rover-ները։ Ոչ մի դոլար բյուջեում նախատեսված չէ, ու չի եղել 8 տարվա մեջ։ Ես խնդրում եմ ձեզ, ձեր բարեկամներին, հարազատներին, Գյումրիում եւ այլն, այս բանը մեսիջները, ուղերձները հասցրեք նրանց։ Հասցրեք, որ վիճակը կրիտիկական է։ Մենք, ինչպես ասացինք, կլոր սեղան գրավիրենք, հետո ստորագրություններ պիտի հավաքենք քաղաքական գործունեությամբ, ինչքան կարողանում ենք պիտի զբաղվենք, թեկուզ եւ շատ մարդով, թեկուզ եւ քիչ մարդով, ի վերջո մի օր պիտի հասնենք հաջողության։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։